Բարև ձեզ։ Այս օրերին Երևանը դարձել է համաշխարհային քաղաքականության զարկերակը։ Մեր կառավարության որդեգրած արտաքին քաղաքականության սկզբունքայնությունն ու հետևողական աշխատանքը այսօր տալիս են իրենց տեսանելի արդյունքները։ Հայաստանում հյուրընկալվել են աշխարհի առաջադեմ պետությունների առաջնորդները։ Սա մեր քաղաքական թեմի իրականացրած բարեփոխումների եւ միջազգային հարթակներում ձեռք բերված բարձր վստահության լավագույն վկայությունն է։ Մենք կարողացել ենք ձևավորել մի միջավայր, որտեղ միջազգային հանրությունը մեզ դիտարկում է որպես վստահելի, կանխատեսելի եւ կարևոր գործընկեր։ Այն տեսլականը, որն այսօր կյանքի է կոչվում մեր երկրում, մեկ նպատակ ունի՝ ապահովել մեր պետության կայունությունն ու առաջընթացը, եւ հենց սա է իրական խաղաղությունը ոչ միայն պատերազմական գործողությունների դադարն է, այլ նաև այն իրողությունը, երբ քո մայրաքաղաքը դառնում է գլոբալ երկխոսության հարթակ, իսկ դու քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ։ Այս գագաթնաժողովը մեր կառավարության հաղթանակն է, ուղղված Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու հարատև խաղաղությանը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ կեցե խաղաղությունը, որը հաստատում է մեր պետություն։ Լավ եղեք։ Սիրելի ընդդիմություն, այս ինչ կարգի չէ կարողանում մարսել երեկվա միջոցառումը, այդ միջոցառումը այսքան բարձրակարգ ձևով անցկացնելու հանգամանքը։ Ու եթե ճիշտ է ձեր վարկած առային, որ բոլոր ԵՍՂ ղեկավարները եկել էին մեր վարչապետի նախընտրական շրջանում աջակցելու, գուցե չարժի նման վարչապետի հետ ոտք գցել։ Իսկ իրականում ուժը գիտեք որտեղ է։ Վարել այնպիսի բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն, որ Հայաստանում նման միջոցառում հյուրընկալվի։ Այս է ուժը, սովորեք։ Սիրելի քաղաքացիներ, մի շատ կարևոր ու դրական լուր եմ ուզում ձեզ փոխանցել։ Ճիշտն ասած մտավախություն ունեմ, որ մեր ընդդիմությունը, քանի որ մեղմ ասած շատ ծանր է տանում Հայաստանում այս օրերին անցկացված միջոցառումների հաջողությունը ու այն բազմաթիվ օգուտները, որ դրանք տալիս են ու տալու են Հայաստանին, մեր լրատվամիջոցների հոսքում գուցե քիչ տեսնեք սա։ Իսկ լուրը հետևյալն է։ Այսօր Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ Հայաստանին է հանձնվել վիզաների ազատականացման Հայաստանի կողմից կատարվելիք գործողությունների մասին գնահատման առաջին զեկույցը եւ հանձնաժողովը, որը գնահատել է, համարում է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել բոլոր բլոկերով, այսինքն բաժիններով, որոնցով Հայաստանը պիտի աշխատեր եւ այնուհետեւ մանրամասն թվարկում նշվում է, որ չնայած նրան, որ մեծ գործողությունների ծրագիրը, այսինքն ինչ պիտի անի Հայաստանը, փոխանցվել է ընդհանրապես մի քանի ամիս առաջ, նախորդ տարվա վերջին, չնայած դրան Հայաստանի գրանցած առաջընթացը մեծ է եւ նշվում են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկել, որպեսզի վերջնականապես ունենանք ազատ վիզային ռեժիմ։ Այնպես որ, ինչպես ասում են, շները հաչվում են, իսկ քարավանը գնում է։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է եւ պարոն Բագրատյանից այն կողմ ընդդիմության շարքերն են, նայեք, դատարկություն, հոգեվարքի մեջ է ընդդիմությունը, սա օրինակ են ընդդիմությունն է, որ էլի հայտ է ներկայացրել, մասնակցել ազգային ժողովի հերթական ընտրություններին, այն ընդդիմությունն է, որ խոսում է 300,000 ադրբեջանցիներ Հայաստան տեղակայելու մասին, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն եւ այլն, եւ այդպես շարունակ եւ հազարավոր նման ուրեմն ստեր։ Տեսեք նրանց դատարկ աթոռները, Ղարաբաղի դրոշներն են թողել են այսպես անտեր գնացել են, ոնց որ անտեր ներողություն արտահայտությունից թողել են Ղարաբաղը իրականում եւ ինչպես գնացին եւ լուծարեցին Ղարաբաղը, երբ 10 օրով իշխանություն եկան։ Այսպիսի խայտարակ ընդդիմություն ունենք։ Բալու ժողովուրդ ջան, այս քանի օր անընդհատ ռուսների հետ եմ շփվում, անընդհատ ռուսներին հանդիպում, զրույց ստեղծում արհեստական, որպեսզի իրենց կապիկը մի հատ հասկանան մեր երկրի ղեկավարի մասին։ Ու նաև երկու վրացու եմ հանդիպել, իրանց հետ եմ զրուցել, ու շատ հետաքրքիր տենդենսա հետ սեղ երևում էլի, ուզում եմ կիսեմ ձեր հետ։ Բոլորը միասին մենակ մի բան են ասում, եթե մեր երկրներում ընտրություններ լիներ ու Փաշինյանը լիներ թեկնածու, ռեկորդ էր խփելու։ Բա ապիժնիկները ինչքան ուզում ա թող լոչեն, ինչքան ուզում ա թող ձեռարնեն, ինչքան ուզում ա թող Փաշինյանին քննադատեն։ Խելացի մարդիկ հասկանում են, թե իսկական ղեկավարը ոնց է լինում։ Ժողովրդի մասին հոգ տանող ղեկավարը ոնց է լինում։
Ու ես երեք արհեստական ստեղծված հանդիմություն կոչվածները, որ անդադ Ռուսաստան են ասում, միան թող բաց հարցազրույցներ վերցնեն Ռուսաստանի ժողովրդից, հա, հենց Ռուսաստանում, եթե իհարկե մաքուր է ամեն ինչը կանի, կամ հենց Հայաստանում ապրող ռուսներից, որ նա արտահայտվեն, էլի ինչ են մտածում իրանց ղեկավարի մասին, թե ինչ օրնակցել իրանց պետությունը, ու դուք ուզում եք մեր պետությունը տանիք մտցնեք այդ աուլը չի ստացել։ Որ հեղափոխությունից հետո ռուսները գոռում էին «Хотим как в Армении», Պուտինը բռնեց պատերազմը կոտրեց մեր գլխին, որպեսզի իր ժողովրդին ցույց տա, թե սենց եք ուզում։ Միևնույնն է, այդտեղ ձերը իր ժողովրդի չկարողացավ դրա դեմ առնել, բան։ Իր ժողովուրդը երազում է Փաշինյանի նման ղեկավար։ Իսկ վրացիները իրանց եղունգներն են կրծում, որովհետև իրանք մոմենտը բաց են թողել, որովհետև իրանք թույլ տվեցին, որ ինչ որ ալիգարխներ իրենց երկրի ուղին փոխի։ Այսքանը։